Մեր երկիրը իսկապես գտնվում է պատմական ժամանակաշրջանում եւ այդ պատմական ժամանակաշրջանում ըլնելու է շանսեր եւ ըլնելու է դժվար իրավիճակներ, որ պետքա շանսերից օգտվել, դժվար իրավիճակներն պետքա միասին հաղթահարենք։ Այնպես որ իմ գործը մի ընդունեք որպես հակակարոզ կամ ինչ-որ մեկի համար ցույցա էլ այն անդիմադիրները ցույց են արել կգնայի մասնակցի այն իշխանությունը քարոզար շավանում գնում է թիմային կարգով եկեղեցիներ, պատարակների մասնակցում գնում են տարբեր երաժշտական ինչ-որ բաների, ես չեմ գնում, ոչ թե չեմ հարգում իրանց, չեմ ընդունում, այլ հակառակը, ես ուզում եմ բոլորը իմանա, ես որ իսկապես նեյտրալ եմ քաղաքականության, բանի մեջ, էլի ուժերի մեջ, կուսակցություն բան չկամ, զուտ ես կարամ տեղավորվեմ 1000 անգամ ասած կնեմ եւ ավելի լավ ապրել, ավելի հանգիստ ապրել, վառ վերցնել որևէ կուսակցության դրոշ եւ թափահարելով առաջ գնալ ինձ էլ լավ էլ կնայեն, որովհետեւ իշխանություն հասկացողությունը դա խաղող պարտ չի։ Մարդիկ երազում են մտնել իշխանություն։ Իսկ ինձ թվում է, որ ես չունեմ այնպիսի մի հատ պահված, որ խանգարի մտնեմ իշխանություն։ Հակառակը ինձ թվում է, որ հեշտեր կարամ մտնեմ իշխանությունում, վայելեմ իշխանական վայելքները, բայց ես մտածում եմ, որ պետությունը պետքա ստապ պահել, իսկ ստապ լինելը դա նշանակում է, որ չպետքա Նիկոլ Փաշինյանին սարքել Սերժ Սարգսյան, պետքա Նիկոլ Փաշինյանի մեջքին կանգնել, ոչ թե ոտերը լիզել։ Կան այդպիսի մարդիկ, ովքեր լիզում են ոտերը, եւ հիմա փաստորեն Փաշինյանին էլ արդեն դուր եկել այդ process-ը։ Բարիս համար կներեք ժողովուրդ, բայց իսկապես լիզելը նոմա մի բան է, էլի։ Այդ Փաշինյանը չի նկատում, որ օրինակ իսկապես լավ տղերքը, լավ աղջիկեր խոսքի իր թիմից մեկ-մեկ դուրս են մնում եւ նոր մարդիկ են հայտնում, ովքեր հեղափոխության հետ կապ չունեն։ Իսկ ես պաշտպանել եմ հեղափոխությունը։ Ես չեմ պաշտպանել Նիկոլ Փաշինյանի հետագայում, թե ով կողքը կանգնի, թե ով կգա այդ կերակրատաշտակից օգտվի։ Ես չեմ էդի արել, որովհետեւ ես էլ չեմ ուզեցել սթափությունս գործնել, որովհետեւ հեղափոխություն հասկացողությունը ես 9 տարեկանից երազում եմ, որովհետեւ այն ինչ կատարվել է մեր պետության գլխին հոկտեմբերի 27-99 թվականին, ես մանուկ երեխա 9 տարեկան երեխա իմ մոտ տպավորվել է, իմ հոգեվիճակը եւ ապրումները մի հատ կարգի փոխվել է։ Երեխա, բայց ես արդեն մտահոգվում էի։ Իմ ովորմատիկ պապիկիս հետ նստում էի ես, ոչ թե մուլտիկ էի նայում, այլ լուրերն էի նայում մեր երկրում կատարվող։ Դրա համար իմ մոտ նստված կատվար։ Դրա համար մարդիկ ասում են՝ դու գիտես, որ քաղաքականությամբ զբաղվում ես։ Ոչ, երբ որ ձեր սիրված, հարգված, ձեր սիրելի քաղաքագետները երկիր էին կործանում, ես դիտորդի դերում եմ եւ իմ տեսածը բավական է։ Եվ որ ասում լավ մի անգամ տենաս, քան թե 1000 անգամ լսես։ Ես տեսել եմ ինչա կատարվել իմ երկրում։ Դրա համար սիրտս ցավում է։ Բայց չեմ ուզում ես մտածեք, թե իշխանության թշնամին եմ։ Վաղվա իշխանության թշնամին էլ չեմ լինելու։ Ես միշտ լինելու եմ, ինձ թվում է, եթե առողջությունս ների, միշտ աշխատելու եմ իմ պետության համար, իմ երկրի համար, իսկ դա նշանակում է նաև առողջ քննադատություն։ Խելացի իշխանության մեջ մարդիկ դա ողջունում են։ Իշխանության մեջ այն մարդիկ, ովքեր որ ինձ ճանաչում են եւ հասկանում են ինչ եմ անում, ինձ հարգումել են։ Այնպես որ իշխանության աջակիցներ վատ մի զգացեք, հա։ Ես ասել եմ ճիշտ եմ արել։ Հիմա ընթերցեմ ինչի խնդացել մի շատ հետաքրքիր տրամաբանական փաստ է ինձ հետևորդներից մեկը գրել Արտաշատի եղբայրներից, հա, նորն էլ ավտոյի տակ ընկած բրծած է իրան, հետո գրեց Գևջան դու էիր, ասի հա ես էի։ Վերջը երևի տաքսի ակշում էր եղբայրը, բայց տեսեք ինչ բարձր օրինակ ինտելեկտով բանա գրել, էլի ասում է Գևորգ ջան, ասում է գիտեք ֆրցնոցին որն է, ինչի մեջ է։ Նիկոլի թիմը ասում է ռուսը մեր թշնամին է, Լենին պապին ա տվել մեր հողերը, ու սա որը Լենին պապու գծած Հայաստանը ասում են էս է իրական Հայաստանը եւ վերջ իրական Հայաստանը, բայց Լենին պապու գծած քարտեզն ասում են էս է իրական Հայաստանը, բայց ռուսը մեր թշնամին է, Լենին պապին գրողի ծոցը գնա սատկի մեռնի, չնայած մեռել է։ Հետո ասում է իսկ այն մի կողմը, այսինքն ընդդիմադիրը, որ իբր թե ընդդիմադիր են, էլի ազգային ժողովում, ով է տեսել այդպիսի հարուստ ընդդիմադիրներ, ով է տեսել ընդդիմադիրը դնի, չգիտեմ, պրոստը դա բան են նվագում, էլի 1000 տարվա մուղամ են նվագում, բայց չունեն վաղվա Հայաստանի համար ինչ որ մտածելիք եւ անելիք։ Այն մի կողմն էլ ասում է մենք դրան համաձայն չենք, այսինքն իրական Հայաստանին 29743 հայ իշխաններ արձանագրվել, մենք դրան համաձայն չենք։
Այդ ստորացնում է, բայց ռուսներ դաշնակիցն է։ Հասկացաքի իմաստը։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Ազգային ժողովում ունենք երկու հատ ուժ, իշխանություն եւ ոչ թե երկու հատ ուժ, երկու հատ դիրք, դիմադիր եւ անտիմադիր։ Դիմադիր հատվածը ասում է, որ սա է իրական Հայաստանը, Լենին Պապի գծած քարտեզը, որտեղ Լենին Պապին որ գծել է, ասել է Արաքսով գծեն քարտեզը, տենց ավելի սիրուն։ Արարատը բանը թողել Կարս Արդահանը, Սուրմալուն, թողել սա Թուրքիային։ Ու տենց քարտեզա գծել, այսօր 100 տարի անցած, 120 տարի անցած Նիկոլ Փաշինյանի երկրի վարչապետ, ասում է Լենինը Սատկի օրին Նիկոլը չասում էլի ախր թիմակիցները, աջակիցները բան ասում են Ռուսաստանը մեր ճշնամին է, Նիկոլը չի ասի տենց, մա որ դա դիվանագիտական ամենակոպիտ սխալը կլինի, բայց իր աջակիցները ինչու պատգամավորների մակարդակով այդպիսի արտահայտություններ լինում է, որ Լենինը կամ Ռուսաստանը կամ ռուսները կամ Պուտինը կամ Կրեմլը մեր ճշնամին է, sense բաներ ասում են, չէ՞։ Բայց ասում են սա է իրական Հայաստանը։ Էլ չեն ասում, եթե նրանք ճշնամի են, ապա պետք է մենք դեմ տանք աշխարհին, որ էսա մեր ճշնամի Ռուսաստանը ժամանակին ապորին անօրինական կերպով այս հողերը խուրդել է, տվել է, նվիրել է Թուրքիային, եւ մենք ուզում ենք բանը վերականգնվի արդարությունը եւ պատմաիրավական սկզբունքների հիմքերի վրա նորից ստեղծվի Հայաստան, այսինքն ավելի մեծ Հայաստան, քան թե այսօր կա։ Ասում են չէ, ես չեմ պահանջում, որ տենց անեն։ Էսի ուղղակի ասում են, որ իրանց ասածը սենց է դառնում, որովհետեւ եթե ես պահանջեմ, չէ, ասեմ տենց բան արեք, ես պետք է լինեմ որևէ ուժի մոլերան, դու արդեն դուք կիմանաք, որ ուժն եմ տենց բաներից խոսում, ծովից ծով Հայաստան, կամ ինչու ուժ, կան քաղաքացիներ, կան տենց երրագույնի տակ եթեր վարող հատուկ ցույց են տալիս իրանց հայրենասիրության բարձր աստիճան, այդտենց հայրենակիցներ էլ ունենք, որ ասում է պետք է ծովից ծով Հայաստանը, պետք է լավ առնվազն արևմտյան Հայաստանը հետ բերենք, բան ոնց ես հետ բերում, որ քեզ ուժ չունես, հույսը դրել ես ում վրա, թազա Լենին կա, թե թազա Ստալին կա, թազա Բրեժնև կա, ինչի ում վրա ես, դու կարող ես Թուրքիայի հետ ճակատ դուրս գաս, չէ, գրվի, չէ, եթե չես կարող եմ հանգիստ նստի տեղդ, պահպանի, պաշտպանի ուժեղացրու ինչ ունես, այս առումով, ինչքան ես ճիշտ է քննադատեմ էլ այսօրվա իշխանությանը եւ կատարվող ինչ որ դեպքերի մասում, ես այս մասով չեմ կարող իրաց քննադատեմ, որովհետեւ ամենասթափ քաղաքականությունը վարում են այսօրվա իշխանության անդամները, այսօրվա իշխանությունը սթափ քաղաքականություն է վարում, արտաքին քաղաքականությունը, ովքեր որ կխոսեն, այս ինչ ունեք դրանից մի քիչ ավել բան, ուրեմն իրանք ձեզ խափում են։ Բայց հետաքրքիր է, չէ, այս փաստը, որ իսկապես ֆրցնոցի է։ Սա ավելի շատ մեղադրանք ես կարամ հնչեցնեմ ընդդիմության մասով, գիտեք, երկուսն նախ նույն խաղն են խաղում, ըստ նույն խաղն է, իբր թե ռուսը ճշնամի է, բայց իրանք ռուսի գծած քարտեզում ապրում են եւ ասում են սա իրական Հայաստանը, ընդդիմադիրն էլ ասում է մենք համաձայն չենք այդ քարտեզի հետ, 29000-ը քիչ է, դրանից ավել է, դրանից դուրս է մերը, չգիտեմ ինչ Արցախն են ուզում միացնել Հայաստանին, ժամանակին իշխանություն էիք, միացնեիք, ով է ձեր ձեռից բռնել, ասեք ով է ձեր ձեռից բռնել, գամ մի հատ չրփեմ դրանց ականջը քաշեմ։ Պարոն Սերժ Սարգսյան, պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր աջակիցներին եմ, ես խնդրում եմ ուղղություն տվեք, ասեք ով է ձեր ձեռքից բռնել, երբ որ դուք իշխանության էիք, որ ուզում եք ստորագրեիք Արցախը միացնեիք Հայաստանին։ Հենց հիմա ես ավտոս խոդեմ տալիս գամ մի հատ ականջից քաշեմ, մի հատ էլ ցես չրփեմ ասեմ, ամոթ քեզ խի ես ձեռից բռնել մեր նախկին ղեկավարների։ Թե Նիկոլն է բռնել, պատգամավոր կամ ժուրնալիստ է եղել այն ժամանակ։ Նիկոլն է եկել ձեր ձեռքից բռնել, որ Արցախը միացնեք Հայաստանին։ Թե Նիկոլն է խանգարել գնաք արևմտյան Հայաստանը հետ բերեք։ Բայց Լենին Պապին ինչ գծել է, դրա մեջ ապրում եք։ Լենին Պապին էլ հələ գովերքում եք։ Նու Լենին Պապին չէ գովերքում, իրա ծորնիկին եք գովերքում, լավ, Պուտինին եք գովերքում, իրա ժառանգորդին եք գովերքում։ Ռուսաստանի որպես դիտարկում եք եղբայրական պետություն, դաշնակից, ռազմական եւ այլն եւ այլն։ Ինչու է կեղծիքի մեջ ժողովրդի մեջ կեղծիքի մեջ պահում ժողովրդին։ Եթե դաշնակից է եղբայրը, ապա ինչու չես դեմ խոսում, մի հատ չի չես բարձրաձայնում, Ղարաբաղի նորն ես կորցրել, հələ թարմա, հələ արյունը չի չորացել, այդ հողի վրա ինչքան արյուն թափվեց։ Չեք խոսում։ Համ խոսում եք դեմ իրական Հայաստան հասկացողությանը, ավելի մեծ Հայաստանի եք ձգտում, համ էլ ով որ Հայաստանը գցել է այսօրը, ով որ գցել է Հայաստանի այս տարածքը, իրանց էլ հələ բան եք անում։ Իսկապես բոլոր բաները
պահերը, իրավիճակները բերում է դրան, որ կասկած ենք, չունենք փաստեր, բայց այո, կասկածը խորանում է, եւ սա ավելի լավ է անկեղծանա, թե Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը, թե ինչ խաղ են տարել։ Միգուցե ճիշտ էլ չի անկեղծանալ, միգուցե այս խաղը հենց արտաքին աշխարհի համար ամենագլխավորը ոչ թե այդքան ժողովրդի համար, միգուցե 20 տարի հետո կգախնազերծեն այս ամեն ինչը, կասեն այո, իսկապես զուտ արդեն Հայաստանը պատկերացրեք լիարժեք տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկիր կդառնա 20 տարի հետո, որը իմ երազանքն է, նույնիսկ այնպիսի ուժ կունենա, որ թելադրի, որ Արցախահայությունը իրավունք ունեն գնան իրանց հողում անվտանգ ապրեն եւ պաշտպանիչ ինչ որ մատույցներ կկառուցեն ընդ բարիերներ կդնեն Ադրբեջանի հետ, մի այլ կարգավիճակ կտան Արցախին եւ Արցախահայությունը մայր Հայաստանի հետ կլինի, ոնց որ հիմա սենց մեջը ու ավելի լավ էլի մի քիչ դուք ավելի ձեր երևակայություններին զոր տվեք, թե ինչ վիճակ կլինի 20 տարի հետո Հայաստանը, այդ ժամանակ գախտնազերծեն, թե ինչպես եղավ 18 թվին իբր թե հեղափոխություն արին, որտեվ սա իսկապես իբր թե հեղափոխություն է, որտեվ չի փոխվել համակարգը, սա հետխորհրդային Ռուսաստանից հետխորհրդային ժառանգած համակարգը, հետխորհրդային իր Հայաստանի սահմաններով, չի փոխվել են անձինք, ավելին կան անձինք նաև, որ հին իշխանությունից մնացել են նոր իշխանությունում, կան անձինք, ովքեր նոր իշխանության մեջ մտել են, հետո հելել գնացել հին իշխանության մեջ, այսինքն անձերնել են նույնի շրջանառության մեջ մտել այս քաղաքական process-ի եւ թիմերի մեջ են շրջանառում։ Հիմա ես չեմ կարա ներմուծեմ կամ առաջարկեմ ներմուծեն արտասահմանյան կադրեր, արտասահմանյան մասնագետներ, կան մեր կյանքը բարելավեն, կան մեր պետության ուժեղացնեն, մենք մեզանով պետք է անենք, նույնիսկ այդ շրջանառվող ֆիգուրները, որ շրջանառվում են այս թիմից այն թիմ, այն թիմից այս թիմ, էլի մեր հայրենակիցներն են, էլի իրանց բարձր ցածր միջին որոշակի մասնագիտական հմտությունները, որոշակի ինչ որ իրանց գիտելիքներով բանով էլի մեր եղբայրներն ու քույրերն են, պետք է միասին կառուցենք։ Հիմա ես հոչ ասեցի, լավ դուք որ միասին եք, ուրեմն ձեզ դուք գնացեք գրողի ծոցի, հակառակն ասում եմ, արեք ժողովրդի մի խափեք, արեք անկեղծ եղեք, որ ձեր գործողությունները ապացուցում է դրան, եթե չապացուցի դա, ապա այսօր հանրային գործիչը հանրային խնդրի մասին բարձրաձայներս դուք անմիջապես պետք է կապ հաստատեք տվյալ անձի հետ եւ փորձեք տվյալներ վերցնել դժվար քաղաքացուց, դժգոհ քաղաքացուց։ Կարող է ես երեք իմ եթերի մեջ ասել եմ, հանեք այդ օրենքը պետք չէ, այդ օրենքը պետք է։ Բայց այդ օրենքը պետք է հայի համար, ազգությամբ հայի համար շրջանցվի, պետք է ոչ թե շրջանցվի կամ պետք է հեշտ լինի, դյուրի։ Շատ հեշտ, մարդիկ եկել են տուն առնեն, արա տուն ծախեք, այդ մարդիկ թող առնեն ստե ապրեն։ Վերջապես, այս օրենքի մասով դուք իմ քույր եղբայրներ գրում եք, չէ՞ մեկնաբանություններ եմ կամ անձնականել եք գրել, որ Գևորգ, դե գիտեք սաղ աշխարհը տենց է, Եվրոպան տենց է, Ամերիկան տենց է։ Ես ձեզ օրինակներ բերեցի, չէ՞, նախապատուցեցի, որ դուք սխալվում եք, չես կարա դու Հայաստանին համեմատել։ Ոնց որ ես համեմատվեմ պարոն Ծառուկյանի հետ, ասեմ, Գագիկ Ծառուկյանը ունի այսքան ունեցված, ես էլ պետք է ունենամ։ Դե ունեցի, արա որ ես այդքան օրինակ զորություն չունեմ, խելք չունեմ, բան չունեմ, ինչ է, բիզնեսների մասին մտածելու, բիզնես անելու հմտություններ չունեմ։ Ես ոնց կարամ իր ունեցվածքը ունենամ։ Կամ ես ասեմ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ես էլ պետք է վարչապետ լինեմ։ Գիտեք, ամեն մարդ կարա վարչապետ լինի։ Եսա Նիկոլն էլ կանդրադառնանք իր вообще տեսակի մասով եզրափակիչ վերջում էլի եզրափակելուց։ Ուրեմն ժողովուրդ, եթե դուք անընդհատ պետք է ինձ հիշեցնեք, թե Եվրոպայի ինչ կա, Ամերիկայի ինչ կա, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ հենց այդ նույն Ամերիկայի եւ հենց այդ նույն Եվրոպայի աչքի առաջ ոչ վաղ անցյալում հայաթափվեց, մինչեւ հայաթափումը շրջափակման ենթարկվեց, մեզ հումանիտար առումներով զրկեցին բոլոր հնարավորություններից, ազատ տեղաշարժից, մեր անօտարելի իրավունքներից, որ մարդ ծնվում է այդ իրավունքների հետն է, ոչ թե սահմանադրությունն է տալիս, այլ իրավունքները մեր հետ է եղել։ Եվրոպայի աչքի առաջ, Ամերիկայի աչքի առաջ։ Ու բան Արցախը հայաթափվեց, էլի լուր էին։ Մինչև այդ ցեղասպանություն արին, չէ, 100 տարի առաջ։ Թղթերի վրա գրում են, հետո ջնջում են, հետո ողջունում են, հետո ցավակցում են մեզ ամեն տարի ապրիլի 24-ին։ Դուք այդ Եվրոպայից եք խոսում եւ այդ Եվրոպայի հետ եք հայամատվում։ Այդ Եվրոպան ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի նման թշնամի,
կամ հարևան պետություն, եթե հիմա թշնամի բառը ուզում եք հանենք էլի մեր բառամթերքից այլ հակամարտող կողմեր։ Ունի այդպիսի իրավիճակներ, այդպիսի դաժան պայմաններով անցել, հետ պատերազմյան շրջանա Եվրոպայում, որ դուք այդ օրենքը ուզում եք համեմատեք Եվրոպայի հետ եւ նորմալ է։ Եվրոպայում կա 300, ինչ 300 միլիոն մարդ արտագաղթել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Հիմա այդ միլիոն մարդուց թե 100,000-ը կուզենա հետ գա, էդ էլ է ողջունել, եթե 100,000 ուզենա հետ գա։ 100,000 հայ եթե արտասահմանից հետ կա, ողջունելի է։ Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա, եվրոպական որ երկրներից են այդքան միլիոն արտագաղթել եւ հիմա ուզում են հետ գա նորից այդ պետություն ու sense օրենքա։ Այդ մարդիկ մնացել են հələ հակառակը մեր հայերս, հիմա դուք եք արտագաղթել գնացել են դե ու տեսել եք ընդեի օրենքները։ Ուզում եք ստել նույնը գործի, Este պետքա որոշակի առումով գործի, massam գործի, este պետքա շրջանցվի այդ օրենքը, բայց այս օրենքները չի շրջանցվում։ Շրջանցում է, որ խարտախությամբ հող են շորթում քաղաքացուց։ Այսօր էլ վրա տեսանյութ ուղարկում էլի քաղաքացի, վառ դեմքը երևում է մարդը։ Գալիս է, սենց ավտոյի մոտ նորից հետ գնում բակավոյի քաշում փոկում, գցում շորի տակ գնում։ Ասում է մի տարի անցած տարվանից Երևանում է գործս, Երևանու վարչական շրջանի ոստիկանության բաժնում է, եւ գործը մնացել է նույն տեղում դոփում են։ Դժվար է, լավ, իմ հանցագործին իբրե դեմք չեք ֆիքսել։ Չնայած շատ լավ գիտեմ, որ կամերան դիտմամ ջնջել են, որպեսզի չբացահայտեն, պետք չի էլի։ Գողացել է դե հիմա հո իրանց փողը չեն գողացել, քաղաքացու փող են գողացել, գրողի ծոցը քաղաքացին։ Այս երկրում ով ասել թե քաղաքացին բարձրագույն արժեք է։ Սա մենակ ասում են, սա համադայություն է, սա սեղանի շուրջ խոսում է։ Եթե մեկը հելնի ասի, իսկապես մեր երկրում արդարադատություն կա, իրապա համակարգը լավ է աշխատում, կամ դաժե միջին է աշխատում, ես կասեմ, դե լավ, դու որտեղից ես եկել։ Ցածր, լրիվ ցածր, չի աշխատում։ Всё։ Անհատականություններ կան իրանք միգուցե փորձում են մեկը համակարգը խանգարելու է իրանք, կա գործից հանել, եթե մարդը փորձի աշխատի, ոնց որ Հայկ Սարգսյանն են ԿՊ-ի կազմից հանել։ Ուզեցել աշխատի դրա մարեք, ոչ թե ուզեցել է աշխատում էր, հանել են։ Հիմա հանցագործ են սա սարքելու։ Ով ձեզանից հելնում է կամ դուք հանում եք հանցագործալն, այդքի բոլորը հանցագործ են ձեր ԿՊ-ի կազմում, պրոստը հերթով եք հանում։ Մինչև 20 թիվը կարող բարձի որ 100 քանի հանցագործ ունեիք դուք ուղակի տենց հələ չէիք բացահայտել։ Հերիք հələ բոլ եղավ։ Դուք եք ձեզ խայտարակում, ես չեմ ձեզ խայտարակում, դուք ձեր ամենաարժանապատիվ, որ թե կեցվածքով, թե դաստիարակությամբ, թե գործելավոճով, թե ընդհանրապես որպես ազգային ժողովի պատգամավոր, տեսքով էլի ամենից նենց կադրել տղա մի հատ Հայկ Սարգսյանն է եղել։ Այդ դրանից խոսացեք։ Այդքանից հետո վերջը ամփոփեմ sense որպեսզի շատ ձեր համար ցավալի չլինի։ Ոչ թե ես հիմա կհրապարակեմ թե ում եմ ընտրելու, ինչ եմ անելու, սա Քարոզար շավել չուղակի ուզում ասեմ։ Իսկապես Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ ավելի ուժեղ է, ավելի գործին վարպետ է եւ հմուտ է, միգուցե եւ հմտացել է այս վերջերը, որտեղ մինչև այդ ինքը չի եղել բանելի կառավարող ոչ մի պաշտոնը միշտ եղել է լրագրող, եղել է падգամավոր, կամաց փորձած բերել դուժված, վնասված այս մեր հալինել, բայց եթե պետքա ընտրություն կատարվի այսօրվա ընդդիմություն եւ այսօրվա իշխանություն, պետքա այսօրվա իշխանությանը անպայման մարդիկ գնան ընտրեն։ Տեսեք ինչ հայտարարություն եմ անում, բայց ես դա չեմ ուզում, ես ուզում եմ որ նոր ուժ ծնվի եւ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանի օրոք կա լավը, դա պաշտպանելով նորը ստեղծի առաջ գնանք։ Կա այդպիսի ուժ։ Ես ողջունում եմ, եթե կա, խնդրեմ, թող առաջ գան, մենք էլ օգտվենք։ Գոնե եթե իշխանությունը չձևավորեն, կարգին ընդդիմություն կձևավորենք, ուղարկենք ազգային ժողով։ Այսօր ազգային ժողով ընդդիմադիրի կարիք ավելի շատ կա, հավաստիացնում եմ ձեզ, որովհետև իշխանությունը էսենս դարձավ այսօրը ընկավ, որ երկրում ասում եմ քաղաքացիներին կզզնում են, զուգարան հայաթում սարքելու համար կզզում են, ջուր չեմ քաշել, այնա հարևանից ջուրը կարող է մինչև հիմա գալուցել, տանեմ ցույց տա որ շլանգով բերած լցրած իմ տարան, իմ ջրի տարան, որ ես ջուր խմեմ, լողանալու ջուրը լինի, սա ինչի շտոպ 500-600 հազար փող ա ուզում 50 մետր հող քանդելու ու շլանг գցելու համար։ Ինչ 500,000, ոչ մի նասոս, ոչ մի բան, լուկն էլ ես սարքել եմ, կարան չդնեն, կարան իրանց բերեն, կողքը դնեն, որի արժեքը 15,000 դրամ, ինչ որ ռեզին լուկ է, տենց էլի էբոնիտից է, ռեզինից սարքած լուկ է, հեշտ ու հանգիստ։
Ես էլ իրանց աջակից 500,000 փող են ուզում, ես մնացել եմ առանց ջուր, մարդիկ առանց լույս են մնացել, չեն կարող գցեն, դե լավ հեծի ընդհանրիկ զավթած ա եղել, ձեր ասելով ռուսամետների կողմից եւ այսօրն են գցել, վիոլան է ֆրանսիացիների կողմից, հա զավթած, բայց սա զավթած է, չեք կարող հետ վերադարձնեք, Հետը հետեք վերադարձել, եթե վիոլան էլ ճիշտ աշխատում, հետ վերադարձրեք, պետականացրեք, դե էլ չենք տեսել է, օրինակ հետը հետ վերադարձնել ու պտուղները, օրինակ 50 դրամ եղել է, այսքան գիտեմ 50 դրամ, կա դարձել է 25 դրամ, լույսի սակագինը, չգիտեմ։ Այնպես որ սա ոչ թե քարոզարշավ կամ հակաքարոզեր, այլ ընդհանրապես մեր երկրում իրադարձությունների մասին բարձրաձայն է, որը եղել է կա ու կլինի։ Ինչ ինչքան է փորձեք պիտակավորեք, դուք կարող եք կասկածեք ես սրա մարդ նրա մարդ եմ։ Իշխանության գլխին կանգնած մարդը եւ իր շրջապատի ուժային կառույցները ԱԱՑ-ի գլխավորությամբ շատ լավ գիտեն ես որ ոչ մեկի մարդն եմ, որտեւ իմ ձայնագրությունները, իմ հաղորդագրությունները մարդկանց հետ իրանք տենում են դա եւ պիտի տենան, պարտավոր են տենալ, ԱԱՑ-ն պարտավոր է հետեւի իմ նման լսարան ունեցող մարդկանց, որտեւ մենք մեզանից եւ լավն ենք ներկայացում եւ վտանգ ենք ներկայացնում։ Եթե մեզ չվերահսկեն, կարող է մենք դուրս գանք մեր գծերից եւ հայտնվենք մեր այնպիսի վիճակը, մեր երկիրը տանենք մի այնպիսի ձախողում, այնպիսի վնասի, որ օրինակ օգտվի Ադրբեջանը։ Քիչ բլոգերներ են մատնել մեր երկրում իրադարձությունների մասին, որը չպետք է մատնեին։ Ճիշտ քիչ բլոգերներ են, որ այնպիսի բաներ են ասել, որ հետախուզությունը Ադրբեջանի օգտվել է դրանից եւ պարակտում մցրել մեր ազգի մեջ։ Ինձ են ասում պարակտում։ Գիտեք, մցնում իբր ես էլի լավա չեք խնդում ձեր ասացի վրա։ Գևորգ դա պարակտը մցնում։ Գևորգը միակ բլոգերներից է, այն մի քանի եզակի բլոգերներից է եւ հանրային գործիչ էլի իմ գործունեությունը այսքան կարեւոր չի։ Երևացող մարդ էլի այս էկրանով, Facebook-ով բանում, որ 4-5 տարի է, էլի 4 տարի է, չգիտեմ ինչքան վաղ տարի է, արդեն մոռացել եմ։ Եթերում հələ մի հատ գրեհիկ արտահայտություն, վիրավորանք, հայհոյանք չի անել ոչ իշխանության հանդեպ, ոչ ընդդիմության հանդեպ եւ շփումը մարդկանց հետ այստեղ երբեք իրան հայհոյանք թույլ չի տվել։ Եթե բոլոր բլոգերները այս օրինակ վերցնեն, քֆուր տվող բլոգերները, ժողովուրդ կդառնա երկիրի միասնական։ Բա հայհոյանքն ու ատելությունն է էլի պարակտում մարդկանց։ Ես եթե չեմ հայհոյում, եթե ատելության քարոզ չեմ անում, եթե ընդամենը կարծիք եմ հայտնում, նույնիսկ եթե այդ կարծիքը իշխանության օգտակար է կամ միտեղ էլ իշխանության դեմ է, եթե չկա հայհոյանք, եթե չկա ատելություն, եթե չկա զրպարտություն, եթե չկա ստե ընդհանրապես էլի վատ բառապաշար, ուրեմն դա ողջունելի է։ Գնացեք դուք օրինակ վերցրեք հենց պահելաձևից, հետո եկեք գրեք թե Գևորգ դու ես է պարակտում։ Թե ինչա ճիշտ բան եմ ասում, իրանց համար ցավոտ, հա, իրանց սրտի ուզածը չի, ասում Գևորգ դու ես պարակտում։ Ասում ես բացատրի չի կարող բացատրի։ Ասում դե բայց այս բանը ճիշտ ես ասել։ Ենթադրենք սխալ եմ ասել, ինչ միտքը սխալ եմ արտահայտվել կամ այսինչ կարծիքում իրար հետ չի համընկնում մեր կարծիքը։ Ուրեմն ես բան եմ, պարակտի չեմ։ Գոնե ինձ անուն դրեք, արա որ բռնի էլի, էլ սորոսականասին, էլ իշխանականասին։ Ոչ մեկ չի բռնում է, իշխանափոխություն լինելու է, 26-ին չլինի, 2032-ին է լինելու, չգիտեմ 38-ին է լինելու։ Այս ժամանակ չէ որ ես որ ապրեմ բացահայտվել է այդ ամեն ինչը։ Ինքնად ես վախեցած չեմ, եթե դուք իմ համար վախեցած եք, դուք կարաք վախեցածել ապրեք, բայց խորհուրդ կտամ վախելը լավ բան չի, հետևանքներ է թողում, հիվանդություն բան կարող է ձեր բերեք, մի վախեցեք, հանգիստ ապրեք, ես հանգիստ եմ, սա իր տեղն է ընկնելու։ Էսենց էլ լավ նոտայով ավարտենք եթերը, լավ մնացեք, բոլորիդ բարի լույս, բոլորիդ լավ օր, խաղ երկինք, խաղ օր, ամեն ինչը թող լավ լինի, թող այսպես արևը մի շողա, հիմա լավ արևա Արարատի մարզում, հուսով եմ Հայաստանի ամբողջ տարածքում եղանակը լավ է, լավ մնացեք, կհանդիպենք, խոսալու բան շատ կլինի, հաջողություն։